Իրանի գերագույն առաջնորդը սպանվել է իր գրասենյակում շաբաթ օրը առավոտյան, Իրանում հայտարարվել է 40-օրյա սուգ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին սպանվել է Թեհրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով։ Թրամփը իր հայտարարության մեջ նշել է, որ դա արդարություն է ոչ միայն ամերիկացիների, այլև Իրանի ժողովրդի աշխարհի բազմաթիվ երկրների համար։ Նա նաև ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը կարող է դառնալ մեծագույն հնարավորություն Իրանի ժողովրդի համար փոխելու երկրի իշխանությունը։ Ով է կառավարելու Իրանը Խամենեիի սպանությունից հետո։ Իրանում ստեղծվել է իշխանական անորոշություն։ Խամենեիի սպանությունից հետո երկիրը դեռևս չունի նոր գերագույն առաջնորդ և իշխանությունը փաստացի անցել է անցումային կառավարման փուլ։ Իրանի սահմանադրությամբ նոր առաջնորդին պետք է ընտրի փորձագետների ժողովը։ 88 հոգանոց մարմին, սակայն գործընթացը կարող է ուղեկցվել ներքին լուրջ պայքարով։ Քննարկվում են մի քանի հիմնական թեկնածուներ՝ Մոջթաբա Խամենեի, Սադեղ Լարիջանի, Հասան Խոմեյնի։ Միաժամանակ իրական ուժը կարող է կենտրոնանալ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ձեռքում, որը տարիներ շարունակ հանդիսանում է երկրի ամենաազդեցիկ կառույցներից մեկը։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։